Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրով։ Պարոն Պողոսյան, տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դուրս է եկել եկեղեցու դեմ, տեսնում ենք, որ նրան նաև միացել են սրբազաններ մի քանի, որոշ հոգևորականներ, որոնց հանրությունը տիրադավ է անվանում։ Ինչպես է գնահատում այս գործընթացը, այնինչ վտանգներ է իր մեջ պարունակում ձեր գնահատմամբ մեր պետության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը որևէ կերպ մտադիր չէ հետքեր կատարել։ Տեսեք, այս ամեն ինչը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից մշտապես այսպես արծածվող հիբրիդային պատերազմի տրամաբանությամբ։ Այո, Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, բայց այդ հիբրիդային պատերազմը ոչ թե Փաշինյանի դեմ է ուղղված կամ Հայաստանի դեմ է ուղղված, այլ ուղղված է Հայաստանի կառավարիչների կողմից Հայաստանի բնակչության դեմ։ Հիբրիդային պատերազմի մեջ տեղեկատվական մասով շատ կարևոր է սուդը եւ կիսաճշմարտությունը եւ Նիկոլ Փաշինյանը ինքը որպես սդի լավ վարպետ հաճախ նաեւ կիսաճշմարտությունն է օգտագործում, որովհետեւ հիբրիդային պատերազմի օրենքները դա են թելադրում եւ ինքը այստեղ փորձում է սդելով ասել, որ եկեղեցու բարեփոխումներ է իրականացնում, բայց միևնույն ժամանակ ինքը իրականում փորձում է եկեղեցին որպես այդպեսին մեր կյանքից դուրս բերել, որովհետև նույն հիբրիդային պատերազմի նպատակներից մեկը արժեքների վերացումն է։ Եվ ցավոք սրտի իր կողմից ստացվեց այս տարիների ընթացքում շատ արժեքներ վերացնել։ Եվ ամենակարևորը նորից նույն տրամաբանությամբ մտցնել վախի մթնոլորտ եւ պարտավորականության մթնոլորտ, որը շատ կարևոր է հիբրիդային պատերազմում վերջնանպատակի հասնելու համար։ Եվ այստեղ իրեն խանգարում է հենց հայ առաքելական եկեղեցին, որովհետև նույն հիբրիդային պատերազմը ինքը ոչնչացնելու է ցանկացած ազգային։ Եվ սա ամենուր է, այսինքն սա մենք չենք որ հնարավորում ենք այդ այսպես կոչված հիբրիդային պատերազմ մտածողները իրենք հենց այդպես է մտածել են, որ ամեն ազգայինը պետք է վերածվի, իսկ հայ առաքելական եկեղեցին ինքը ազգային եկեղեցի է։ Ինքը համամարտկային չի, ինքը համաշխարհային չի, ինչպես կաթոլիկները, ուղղափառները, ինքը ազգային է, ինքը հենց հայկական է։ Եվ այստեղ այդ պայքարում Նիկոլ Փաշինյանը ունի երկու նպատակ։ Կամ ավելի շուտ իր նպատակի մինիմում եւ մաքսիմում սանդղակներ։ Եվ իր մաքսիմումով նախատեսվում է վեհապարին հեռացնել եւ առհասարակ եկեղեցին դարձնել կառավարության կծորդ։ Մինիմումով գոնե կարողանան նոր աղանդ ծավալի։ Հիմա ինչպես իրենք կոչեն այդ աղանդը ես չգիտեմ, մենք եկեք պայմանականորեն կոչենք որպես Նիկոլի վգաներ։ Եվ տեսեք, Նիկոլի վգաները այսօր ինչ են անում։ Իրենք փորձում են թիրախավորել եկեղեցուն, իրենք փորձում են սդի եւ կիսա ճշմարտության միջոցով արժե զրկել եկեղեցին եւ եկեղեցու հոգեվոր հայրերին, որովհետեւ եկեղեցու հեղինակության մեջ նաև կարևոր դեր են զբաղեցնում հենց հոգևոր հայրերը եւ հենց այդ ճանապարհն էր, որ մինչեւ այսպես կոչված լայնածավալ ռազմական գործողություններ սկսել է եկեղեցու դեմ, ինքը առաջինը ձերբակալեց ամենաակտիվ եպիսկոպոսներից մեկին Բագրատ Սրբազանին։ Հետո արդեն ամենահռետոր եպիսկոպոս Միքայել Սրբազանին։ Այդ ճանապարհին ինքը վախեցավ Մկրտիչ Սրբազանից, զուտ նրան համար, որովհետև Մկրտիչ Սրբազանը ինքը ճիշտ է, շատ քիչ էր խոսում, բայց այն ուժեղ կամային հատկություններ ունեցող սրբազաններից մեկն էր։ Եվ վերջում արդեն Արշակ Սրբազանին, որպես հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաստասի ամենաազդեցիկ եւ ամենահեղինակավոր մարդկանցից մեկը։ Այստեղ ինքը փորձեց օգտագործել կեղծ պատմություններ, վարկաբեկող, որը իրականում մենք տեսանք նաև քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության փորձագետների եւ այլն, որ կեղծ, այսպես ասած, տեսանյութերով ինքը փորձեց վարկաբեկել։ Չնայած դա զարմանալի չէր, որովհետև նրա իշխանության գալի հենց առաջի օրերից մենք հիշում ենք Տուշոնկա օպերացիաները, որը անընդհատ տարբեր տեղեր արվում է։ Եվ այո, սա զուտ հիբրիդային պատերազմ է։
Վերջնականապես հայ ժողովրդին կոտրելու, հայ ժողովրդից դարձնելով կամազուրկ ինչ-որ մի հատված, որը ամբողջապես կենտարկվի բնականաբար թուրք ադրբեջանական տիրապետողներին, ում կողմից եւ կառավարիչը նշանակված Նիկոլ Փաշինյանը։ Ձեր խոսքում արդեն նշեցիք, որ հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում մեր 4 սրբազաններ ձերբակալվեցին, օրերս էլ դատարանը Չեղյալ համարեց վեհափառի Մասյատնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի այսպես պաշտոնից հեռացումը, որքանով է սա իրավական այս գործընթացը, արդյոք դատարանն իրավունք ունի եկեղեցու որոշումները Չեղյալ համարել։ Իհարկե չունի, ուրիշ բան, եթե եկեղեցու որոշումը ինչ-որ ձև կապված լիներ, օրինակ պետության շահերի հետ, բայց մենք, այսինքն պետության շահեր, ես նկատի չունեմ Նիկոլ Փաշինյանի շահերի հետ։ Ենթադրենք եկեղեցին ինչ-որ պարտավորություններ ուներ պետության դեմ, որին ինքն էր համաձայն եւ չէր կատարվել, գուցե այդ դեպքում դատարանը միջամտեր։ Իսկ այս դեպքում դատարանը միջանկյալ ակտ է կայացրել Հաջի Աբաովում, ըստ որի ինքը որոշել է, որ միջև դատական պրոցեսը ավարտվել է, պետք է Գևորգ Սարոյանը մնա որպես եպիսկոպոս։ Աբսուրդ։ Նախ այստեղ Նիկոլ Փաշինյանը ինքը ոտնահարեց հայ առաքելական եկեղեցին ամբողջությամբ։ Այսա խոսքը, որովհետև ոչ թե սա վերաբերվում է վեհափառին, ինչպես ինքն է փորձում ներկայացնել եւ իրեն թշնամի, այլ ինքը հենց գնաց հայ առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարելու ճանապարհով։ Երկրորդ հարբերակով ինքը ոտնահարեց ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որովհետև հստակ սահմանադրությամբ ամրագրվում է հայ առաքելական եկեղեցու իրավունքները եւ հստակ սահմանադրությամբ անջատվում է հայ առաքելական եկեղեցին պետությունից։ Եվ այստեղ մտնել, կարգավորել, փորձել կարգավորել եպիսկոպոսած դասի եւ վեհափառի հարաբերությունները, սա մեղմ ասած անբարոյականություն է, որը շատ հարիր է Նիկոլ Փաշինյանին իր գործունեության մեջ։ Այսինքն դու ով ես, որ որոշես թե ով է լինելու որևէ տեղի եպիսկոպոս։ Այս սա պետության ուղիղ մասնակցություն է եկեղեցու կառավարման գործում։ Շատ աննախադեպ որոշում էր։ Սա բացարձակապես իրավաբանություն չի։ Սա նաև ցույց տվեց դատավորների կախված լինելը այսօրվա իշխանություններից։ Սա ցույց տվեց, որ դատարանները ամբողջովին գործիք են, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանի հակահայ գործողություններին եւ միևնույն ժամանակ սրանով Փաշինյանը ամբողջապես վարկաբեկեց եւ ոչնչացրեց դատարաններ կոչվող ինստիտուտը։ Իրականում ինքը կարող է դառնալ շատ վատ նախադեպ ապագայում եւ գուցե այս նախադեպի արդյունքում մենք երկրում ունենանք շատ ավելի ծանր զարգացումներ, որից հաստատ ոչ իշխանությունը կամ կառավարիչները կշահեն, ոչ որևէ մեկը։ Ազատությունից զրկված սրբազաններից մեկը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն է, որը 2 տարի ազատազրկման դատապարտվեց։ Պարոն Պողոսյան, ինչու գյումրեցիները նրա ձերբակալության ժամանակ փողոց դուրս չեկան, ինչպես օրինակ արեցին համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարագայում։ Տեսեք, նախ իրեն ձերբակալեցին Էջմիածնում, կամ ավելի շուտ ինքը Էջմիածնից եկավ Երևան եւ ներկայացավ քննչական կոմիտե։ Հետո ճիշտ չեմ համարում առհասարակ համեմատել սրբազանին եւ քաղաքապետին։ Այնտեղ այլ խնդիրներ կար, այնտեղ այլ խնդիրներ էր դրված, այստեղ լրիվ այլ։ Եվ նաեւ ես ձեր հարցին պատասխանեմ, ինչու ժողովուրդը դուրս չեկան։ Որովհետեւ շատ վաղուց այս երկրում կար հիբրիդային պատերազմ, որի նպատակներից մեկն էր ժողովրդին դարձնել պարտվողական։ Ինչու ժողովուրդը դուրս չեկավ 2023 թվականին, երբ Արցախ հանձնեցին։ Ինչու ժողովուրդը դուրս չեկավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Ես Միքայել Սրբազանին շատ եմ հարգում, բայց Արցախը շատ ավելի մեծ գաղափար էր։ Այսինքն հիասթափված է հանրությունը։ Հանրությունը ոչ թե հիասթափված է, հանրությունը դարձել է պարտվողական։ Հանրության ներսից հանած է պայքարի ոգին։ Այն ինչ կվերաբերվի Վարդան Ղուկասյանին, ես ես այդ հարցին այլ եթերներից եմ հնարավորություն ունեցել պատասխանելու, սա իշխանության կողմից կազմակերպված շոու էր։
եւ նպատակ ուներ դիմադրություն կոտրելու։ Այդ դեպքի միակ պատասխանատուն, այ որ դրսում տեղի ունեցավ միջադեպեր եւ արդյունքում շատերը քրեական գործի շրջանակներում կալանավորվեցին, չգիտեմ, հիմա կարգավիճակներ ունեն դատավարական, այդ ամեն ինչի պատասխանատու միայն օրվա իշխանություններն են։ Իրենք եթե ուզենային ուղղակի Վարդան Ղուկասյանին կալանավորել, ծեփակալել, կալանավորել, իրենք դա կարող էին անել շատ հանգիստ, շատ առանց աղմուկ, ընդամենը հրավիրելով այդ մարդուն քննչական կոմիտե կամ հակակոռուպցիոն կոմիտե եւ այնտեղ արդեն իրավական գործընթացներ իրականացած, բայց իրենք դրան չգնացին։ Իրենք եկան հadoop քաղաքապետարան, իրենք հadoop լարեցին իրավիճակը, իրենք հadoop այնտեղ սադրիչներ բերեցին։ Այսինքն այդ ամեն ինչը իրենք արեցին զուտ գյումրեցիներին պատժելու համար։ Եվ նաև ցույց տալու համար, որ բոլորը պարտվող եք եւ մենք պետք է միայն հաղթենք։ Պատժելու ինչի համար։ Օրինակ ընտրություններին քվե չտալու համար։ Օրինակ Գյումրին այն վայրն է, որը 19 թվականից սկսած ինքը Նիկոլ Փաշինյանին ամեն անգամ անակնկալներ է մատուցել իր այցերի ժամանակ եւ իր համար տեղած անակնկալներ։ Ես ցեզ ավելին ասեմ, նույնիսկ այ շատերը փորձում էին տարիներ շարունակ գյումրեցիներին մեղադրել, թե Փաշինյանը Գյումրիից քայլելով եկավ եւ այլն։ Նույն 18 թվականի արդեն վարչապետ դառնալու ճանապարհին, արդեն իր, այսպես ասած, իշխանություն ունենալու ժամանակ, նույնիսկ 18 թվականի դեկտեմբերին, երբ որ ինքը փորձեց այնտեղ շոուներ կազմակերպել նախընտրական, այսպես տրամաբանության մեջ, այդ շոուներին բազմաթիվ են եղել տարածաշրջանից բերված այլ մարդիկ, այդ թվում Միջենթուփ Տարագազոտնի մարզից։ Այսինքն Գյումրեցին որպես այդպեսին երբեք էլ սերտապահ Փաշինյան Նիկոլին չի ընտրել։ Եվ ինքը այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է, երևի այսպես ասած նենգությունը, չարամտությունը, հայերեն բառը չեմ կարող ասել, ներողություն եմ խնդրում, աբիժնիկությունը ինքը ցույց տվեց։ Պարոն Պողոսյան, քանի որ անդրադարձանք Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը, կխնդրեմ, որ նշեք ինչպիսին է գյումրեցիների տրամադրվածություն այս մասով, պատրաստ են օրինակ նորից Վարդան Ղուկասյանին ընտրել, որովհետև իշխանական թևը այսպես ամենաառիթը օգտագործելով նշում է, որ նախ Վարդան Ղուկասյանը այսպես ասած ընտրված համայնքապետ չէր եւ եթե ընտրություններ լինեն նույն չափ ձայներ չի հավաքի այս մասով ինչ կասեք։ Ուրեմն տեսեք, ընտրությունները ինքը որպես այդպեսին գործիք է։ Գործիք է իշխանություն պահելու համար։ Եվ շատ հաճախ ընտրությունները ինքը ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից։ Տվյալ դեպքում ուղղակի եղավ որոշակի անակնկալներ, որը նաև իրենց համար գուցե անսպասելի էր։ Հաջորդ ընտրություններին Գյումրեցին կընտրի, ես չեմ կարող ասել, որովհետև հատուկ ուշադրություն, հետազոտություններ, ուսումնասիրություններ չկան, գոնե իմ կողմից կամ իմ թիմի կողմից իրականացվող, բայց մի բան հաստատ կարող եմ ասել։ Գիտագից գյումրեցիների ճնշող մեծամասնությունը ուղղակի ադում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, բայց սա չի նշանակում, որ մենք կարող ենք ուղղակի իր հետ գնալ ընտրությունների եւ այդ ընտրությունների արդյունքում ինչ-որ բան փոխել։ Ոչ, ընտրությունները ինչպես ժամանակին մի շատ խելացի մարդ ասել էր, դրանք արվում են զուտ հեղափոխություններ չլինելու համար։ Բայց սովորաբար այդ ընտրությունները իրենք մեխանիզմներ են եւ այդ մեխանիզմների կոճակները պուլտը, այսպես ասած, գտնվում է իշխանության ձեռքին։ Եվ Փաշինյանին հեռացնելու համար ընտրությունները ամենավատ եւ ոչ ռեալ տարբերակն է։ Որտեղ փողոցային պայքարներ կարծես թե չի հաջողում, ունենք նման փորձեր։ Գիտեք, փողոցային պայքարը գուցե իմ մոտ չի ստացվում, բայց կստացվի ձեր մոտ։ Մեկ կամ երկու, տեսեք, մեկ կամ երկու դեպքով մենք չենք կարող այսպես գնահատական տալ, որ փողոցային պայքար չի ստացվում։ Կստացվի։ Հետո նայած թե փողոցային պայքարը ինչպես է տարվում, ով է տանում։ Այսինքն այսօր խնդիր մենք ունենք հանրության մոտ ընդունելի լիդեր ներկայացնելու։ Ինքը կարող է շատ լավը չլինի, շատ սիրելի չլինի կամ շատ պուբուս չլինի, բայց ինքը կարող է ուղղակի վստահություն ներշնչել, այսինքն հանրությունը ինքը կնա եւ այդ մարդու հետևից
շարժվի զուտ նրա համար, որ վստահ լինի, որ այդ մարդը ենթադրենք ավելի վճռական է եւ իր վճռականությամբ կհասնի արդյունքի։ Եթե այդ մարդը իսկապես ազգային է, որովհետեւ այսօր ամենակարևոր եւ պահանջված հատկությունը հանրության մեջ հենց սկզբունքային ազգային լինելն է, ազգայնական լինելն է։ Լիդերներ մեր քաղաքական Կարծում եմ ունենք, այս պահին եկեք աններ չտանք եւ վստահ եմ, որ առաջիկայում հանրությունը նման անձանց նման լիդերների հնարավորություն կունենա նաև բացահայտելու տարբեր իրավիճակներում։ Այսինքն սա միանշանակ լինելու է։ Եվ այս ճանապարհին մենք որպես հայ մարդիկ, կարևոր չէ Հայաստանի Հանրապետությունում մենք բնակվում, կարևոր չէ Սփյուռքում, թե ոնց, մենք պետք է ունենանք մեկ գեր նպատակ։ Առավոտ ցանկացած հայ քնից արթնանալուց ինքը պետք է մտածի մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Միջև սուրճի բաժակը վերցնելը, միջև իր օրվա հացի փողը աշխատելու պլանավորելը, ինքը պետք է մտածի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին։ Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդ մենք ադամներով պետք է պահենք հայ առաքելական եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում ինքը ավիրել է ամեն ինչ։ Միակ պատը, որը ինքը ամեն անգամ գլխով խփում է եւ ընկնում է վար, դա եկեղեցին է։ Եվ այ անառիկ պետք է պահենք այդ եկեղեցին, որովհետև հիբրիդային պատերազմներին հակազդելու միակ ձևը արժեքների վերականգնումն է եւ այդ արժեքների պաշտպանությունն է։ Ինքը ցավոք սրտի կարողացավ մեզ սովորեցնել, որ մենք պարտվող ենք։ Ինքը կարողացավ մեր մեջ վախ մտցնել։ Տեսեք, միջև հիմա էլ ինքը անընդհատ ինչ ասում է, եթե ինձ չընտրեք պատերազմ կլինի։ Իսկ պատերազմը չի էլ դատարել։ Ուղղակի այլ դրսևորումներ է ստացել։ Բայց այդ պատերազմը իրականում կա եւ այդ պատերազմը խժռելու է բոլորիս։ Բայց ասում է խաղաղության դարաշրջան են գնալ։ Տեսեք, ինքը շատ բան է ասում։ Իր ասածներից որն է ճիշտ եղել։ Խնդրում եմ ինձ օրինակ բերեք, գուցե շատ վադատես եմ կամ չեմ տիրապետում իրավիճակին, ինձ օրինակ բերեք, որ այ ինքը ասել է այս մի բանը եւ այդ մի բանը արել է։ Վատ հիշողություն ունեմ, կարծում եմ, որտեղ չկա նման բան։ Ինչ է նշանակում մենք ապրում ենք խաղաղ։ Երբ թշնամին մեր փոխարեն որոշում, նույնիսկ գերիների փոխանակման այս վերջի գործողությունը այս պարզ դարձավ, որ ինքը բացարձակապես այդ թեմայից տեղյակ չի եղել։ Ուղղակի Սիրիային, չգիտեմ, կոացնելու համար կամ Սիրիայից նոր ահաբեկիչներ գնելու համար որոշել էին Հայաստանին երկու ահաբեկիչին տանել հետ տալ, վերջին երկուսին, որովհետև իրականում իրենք շատ էին եւ մենք այդպես էլ չհասկացանք այն մյուսներին ինչ պայմաններով եւ երբ հանձնեցին։ Որոշել էին այդ երկուսին տալ, հետո հիշեցին, ասին լավ, դե ետիմը գնալու է ընտրությունների լրիվ չվարկաբեկեն, կարեք տեսնենք մեջներից ընտրենք մի 4 հոգու հետ անենք տանք։ Այսինքն Թուրքիայի աջակցությունն է սա։ Հակառակ դեպքում իսկ դուք տեղյակ եք, կա որևէ տեղ հնչեցվել էր, ասվել էր, որ օրինակ բանակցում են գերիների փոխանակման համար։ Նման բան եղել է։ Ինքը ես վստահ եմ, ինքը նույնիսկ Հակարի կամուրջ անցնելուց հետո իմացել, որ այս 4 հոգուն բերում են։ Այսինքն իրան այնքան չեն լուրջ վերաբերվել, իրան այնքան այսպես հաշվի չեն առել, որ նույնիսկ չեն էլ զանգել ասել, թե գիտես ինչ կա 4 հոգու ուղարկելու ենք դիմավորի։ Սա ուղղակի ինչպես Ֆիդանը ասաց մի քանի օր առաջ աջակցություն է Հայաստանի կառավարիչներին, այո, ընտրություններից առաջ։ Եվ ես վստահ եմ, որ ընտրություններից առաջ դեռևս նման անակնկալներ լինելու են։ Գերիներ կվերադառնան։ Գուցե այլ դրսևորումներ լինի, բայց ամենայն դեպս իրենք ամեն ինչ անելու են, որովհետեւ սրան պահեն իշխանության։ Դուք պատկերացրեք, եթե Նիկոլ Փաշինյանը չեղավ, ընդամենը ժամերի ընթացքում վերջի տարիներին այս թուրքական աշխարհի ինչքան որ ջանք, ինչքան որ գումար, ինչքան որ զենք, ինչ որ տրել էր, այդ ամեն ինչը իջիկ է դառնալու։ Իր թուրանական պետություն ստեղծելու երազանքը, որը 100 քանի տարվա պատմություն ունի, ինքը ոչինչ է դառնալու։ Եվ այսօր մեզ որպես մեր պետությունը, մեր ղեկավարությունը դարձրել են միջանցքի գորգ, կարպետ, կներեք։ Կարպետ։ Ու այդ կարպետի վրայով անցնում են թուրքերը։ Մեր վրայով ցավոք սրտի անցնում են թուրքերը։ Եվ մեր երեխաների, վաղը մյուս օր մեր դեռևս չծնված թորների, չծնված ծորների ճակատագիրը այլևս վտանգված է։
Եթե մենք այսօր ռեալ պայքար չմղենք, վաղը ես հաստատ ծորներ չեմ կարողանալու, իրենք չեն ծնվելու։ Իմ գենը, իմ մարդ տեսակը վերանալու է, նաև բոլորինը։ Այսօր խնդիրը այդտեղ է տրված։ Պարոն Պողոսյան, դուք բազմիցս պաշտպանել եք ռուսական ռազմաբազայի ներկայությունը, առկայությունը Գյումրիում եւ շատերը կարծում են, որ մանավանդ գյումրեցիների շրջանում այդ կարծիքը տարածված, որ եթե ռազմաբազան ռուսական չլինի, Թուրքիային զսպող հանգամանք չլինի, որտեղ ռազմաբազան զսպում է Թուրքիային։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա։ Օրինակ իշխանությունը կներեք պնդում է, որ նույն Արցախում էլ էլի ռուսներն էին տեղակայված, բայց տեսանք թե ինչ եղավ։ Գիտեք, ես թող թույլ կարծիք չձևավորվի, որ բազայի, այսպես չգիտեմ, կողմնակից կամ պաշտպանող եմ, ես պաշտպանում եմ հայկականությունը։ Ես պաշտպանում եմ հայկական շահը։ Եվ եթե հայկական շահը պաշտպանելու համար կարևոր է, որ այստեղ, չգիտեմ, Ֆիլիպիններից էլ ինչ-որ զորատեսակ լինի, ուրեմն այդ զորատեսակն էլ պետք է լինի։ Ռուսական բազան հանենք, խնդիր չի։ Տեղը ինչ ենք տնելու։ Այդ հարցի պատասխանն է, որը ես չունեմ։ Գալիս տարածաշրջան։ Իսկ եթե Ամերիկան չի գալիս ու գալիս է Թուրքիան, ես ես մի հատ օրինակ բերեմ, փորձեք դուք բացատրել կամ միասին փորձենք հասկանալ։ Այդ մասին ես հայտարարել եմ ամիսներ առաջ, 2025 թվականի հոկտեմբերից Թուրքիայի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում ինտենսիվ հայոց լեզվի դասընթացներ տրեցին եւ միջին եւ միջինից բարձր սպայակազմից 1000 ներկայացուցիչ այնտեղ ինտենսիվ հայերեն է սովորելու եւ այդ դասընթացը ավարտվելու է արդեն 2026 թվականի մարտի վերջ։ Կաներեք ինչի համար է պետք է 1000 զինվորականին հայերեն լեզուն։ Եկեք հասկանանք ինչի համար է պետք։ Հայաստան գալու եւ այդ ճանապարհին Զուտ եթե նվաճելու համար են գալուց իրենց հայերեն պետք չի, իրենց կրակելը պետք։ Իսկ եթե իրենք գալիս են այստեղ բազա տնելու, իրենց նաև լեզու է պետք հարաբերվելու համար։ Ռուսը հասկացանք, լավ, շատ վադն է, բայց հաստատ այնքան վադը չի իշքան Թուրքիան։ Ռուսը երբեք մեզ ցեղասպանալու խնդիր չի տրել։ Թուրքիան իրականացրել է ցեղասպանությունները մի քանի անգամ։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է դեռ պիտի հասկանանք ինչ է եղել։ Հայաստանի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարը չի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարիչն էր։ Ինչպես ասենք ժամանակին Արաբ Էմիրներն էին այստեղ կառավարիչներ։ Ինչպես թուրքական բեերը, պարսկական բեգերը, լավ նույնը ռուսական, ասենք նահանգապետերը, ցարական ռուսական։ Այդ մարդը այստեղ կառավարիչը ինքը բացարձակապես կապ չունի հայկական շահի հետ։ Եվ վերջին հաշվով այսօր այո տարածաշրջանում ապրելու, գոյություն պահպանելու, մեր հայրենիքը պաշտպանելու հարցում շատ կարևոր է նաև ռուսական բազան։ Եվ նաև ռուսական սահմանապահերը։ Թե սահմանափակում մեր ինքնիշխանությունը ձեր գնահատմամբ այդ ռազմաբազան։ Տեսեք, այս պարագայում ինքը կարևոր է, այո, որովհետեւ մենք թուրքական ագրեսիայից որոշակիորեն զերծ մնանք։ Տեսեք, դուք օրինակը բերեցիք Արցախի խաղաղապահների, դրանք տարբեր բաներ էին։ Արցախի, տեսեք, Վլադիմիր Պուտինը չելավ հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է։ Ռուսաստանը 30 տարի եւ ավել եղել է ԵԱԿ Մինսկի համանախագահող երկիր, ինքը երբեք նման արտահայտություն իրեն թույլ չէր տվել։ Նման արտահայտություն իրեն թույլ չէր տվել երբեք Ֆրանսիան, որը նորից ԵԱԿ Մինսկի նախագահության անդամ էր։ Նույնը ԱՄՆ-ն երբեք չէին ասել, Նիկոլ Փաշինյանը էլ լավ հայտարարեց, չէ՞։ Եվ դրանից առաջ էլ ինչ արեց, հանձնեց Բերձորը, Սուսը, Աղավնոն եւ փոխարենը նոր ճանապարհ գծեց։ Այն նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահները պետք է լինեին Լաչինի միջանցքում եւ ոչ թե այս նոր ճանապարհին։ Եվ բնականաբար այդ խաղաղապահը չէր կարող գնալ այս մյուս ճանապարհին նստել։ Այնինքն դա արեց, հանձնեց խաղաղապահին, թողնելով այսպես ասած out, գծից դուրս։ Եվ հաջորդ քայլով ինչ արեց, ասեց Արցախը Ադրբեջանի կազմ է։ Ադրբեջանն ասաց այո, իմ կազմն է եւ եթե այնտեղ կա զինված մարդկանց խումբ, դա նշանակում է ահաբեկիչներ են։ Ես ինչ պետք է անեմ ահաբեկչական օպերացիա։
Եվ հասկանում եք այս դեպքում որևէ մեկը, ոչ ռուս խաղապահ, ոչ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ոչ ոք այլևս չէր կարող հագազդել։ Եթե դու ճանաչում ես դա Ադրբեջանի մաս եւ այնտեղ կա զորք, հետեւաբար Ադրբեջանը բացարձակ իրավունք ուներ այդ զորքին համարելու ահաբեկչական խմբավորումներ եւ հակաահաբեկչական գործողություններ անելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը տվավ բոլոր հնարավորությունները, որովհետեւ Արցախի դեմ իրականացվեր ցեղասպանություն։ Եվ իրականում դա ցեղասպանություն էր, որի պատասխանատուներից մեկն էլ հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ նույնը կարող է լինել այստեղ։ Վերջին հաշվով ես նորից եմ ասում, շատ կուզենայի կի երազեի, որբիսի Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անվտանգությունը ամբողջովին կախված լիներ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետությունից։ Բայց այդ ամեն ինչը ստեղծել է պետք։ Մենք մինչև 2018 թվականը ունեինք հստակ ստեղծած ձևավորված ազգային անվտանգության համակարգ։ Ունեինք անվտանգային բոլոր տեսակի երաշխիքները եւ գործիքները։ 2020-ից հետո մենք այլևս չունենք, այդ ամեն ինչը ոչնչացվել է, մենք նույնիսկ այսօր սահման չունենք, այ մենք չենք կարող հստակ ասել, թե Հայաստանի սահմանը որտեղից է սկսվում, որտեղ է ԱԿԴ եւ որտեղ է վերջանում ԲԿԴ, մենք դա հստակ չունենք եւ հիմա մի հատ էլ սահման ենք բացում, ու այդ սահման բացելու ճանապարհներին հեռացնում ենք ռուս սահմանապահներին փոխարենը չունենալով հայ սահմանապահներ։ Ընդամենը կարծեմ մի տարի է, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում ներդրել են սահմանապահի գործ։ Եվ դա շատ քիչ ժամանակ է եւ շատ քիչ ռեսուրսներ են տրված, որովհետեւ մենք կարողանանք արագ այդ մասնագետները ունենալ։ Տեսեք, միայն վերջին 1 տարում մոտ 60 սահմանախախտ է եղել, 2025 թվականին 60 սահմանախախտ է եղել թուրքական կողմից, պակիստանցիներ, աղվանստանցիներ և բանգլադեշցիներ, ինչի են եկել նրանք, ինչի են ցկտե ստեղ մտնել, ոչ քաղաքական ապաստան են խնդրել, ոչ ինչ-որ բան եկել են, և պատկերացրեք, դա այդ պրոցեսը սկսվեց այն պահից սկսած, երբ որ օրինակ մենք Իրանի սահմանից հանեցինք, հեռացրեցինք ռուս սահմանապահներին, Մարկարայից, Զվարթնոցից, հիմա շուտով Ախուրիկ գյուղից, եւ կարող է չէ Թուրքիան օրինակ կանխեր, ինքը կանխեր այդ սահմանախախտներին, բայց չի կանխել, գուցեև նպաստել է, գուցեև աջակցել է, ինչի համար։ Հաստատ պակիստանցին չէր գալիս այստեղ ինչ-որ լավ գործ անելու, մեզ օգնելու, աջակցելու, այսինքն նմանատիպ վտանգներ ունենք, մենք երբեք Հայաստանում այս կարգի թմրաշրջանառություն, ներքին թմրաշրջանառություն չենք ունեցել թմրամիջոցներ, ինչպես ունենք այսօր։ Մի բան է պատկերացեք այդ նույն սահմանապահներին հանենք այնտեղից, իշքան այդ շրջանառությունը կմեծանա։ Իսկ այդ շրջանառության արդյունքում ով է տուժելի, իմ եւ ձեր երեխան, մեր երկրի անվտանգությունը։ Թող էլ մի հատ հրաբարակեն, օրինակ 2025 թվականի զինակոչիկների մեջ քանի տոկոսն է թմրամոլ եղել կամ թմրանյութերից կախվածություն ունեցել։ Էլ թող մի հատ թվերը հրաբարակեն։ Եվ սա ինչի արդյունք է։ Նույն հիբրիդային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության։ Հովդի չտնեն բոլորին սրով սպանեն, ինչպես արել են 15 թվականին։ Հիմա սպանեն նմանատիպ երևույթներով, կամ դիմարտուն ոչնչացնեն թմրանյութերով, կամ գաղափարապես, կամ ուղղակի նպաստելով, որպեսզի այդ մարդը հեռանա։ Տեսեք, ելի հայտարարել է, ասում է, ու ինչ միջոցներ են ծախսում ուսանողական քաղաք ստեղծելու համար։ Դա ինչ է, եթե ոչ կոնցլագեր։ Դա համակենտրոնացման ճամբար է լինելու։ Եվ դրա նպատակը լինելու է, որպեսզի ապագա սերունդներին զրկեն ինքնուրույն մտածելու եւ երկրի քաղաքական, սոցիալական իրավիճակին մասնակցելուց։ Սա արվելու է միայն դրա համար, որպեսզի երիտասարդությունը ոչ մի կերպ իրեն տես չզգա այս երկրին։ Նրանց այդպես են համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու։ Մյուսներից վաղը մյուսօր Թրամփի ուղիով վագոնները լցելով Բաքու են ուղարկելու դատվելու։ Այն մյուսներին ուղղակի սպանելու են։ Այսինքն այսօր Հայաստանում իրականում տեղի ունենում ցեղասպանություն։ Եվ մենք իշխանությունների կողմից։
թուրքերի կողմից, ոչ, Հայաստանի իշխանությունները կառավարիչն են, իրականացնողն են։ Հայաստանի կառավարիչները այդքան չէին կարող մտածել, որովհետեւ այսպես նուրբ, բարդ եղանակով իրականացնեին երկրում արժեզրկում, հասարակության դիմադրողականության թուլացում, հասարակության, այսպես մեկ բառով ասած, խոտ սարքել։ Այսօր բոլորին փորձում են խոտ սարքել։ Պարոն Պողոսյան, վերջին օրերին ակտիվ քննարկվում է իշխանական վերնախավին պարգևավճարներ տրամադրելու այս հարցը, մասնավորապես նախարարները 6-7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել, Նիկոլ Փաշինյանը մոտ 12 միլիոն։ Ձեր գնահատմամբ որքանով արդար որոշում է սա այն պարագայում, երբ օրինակ նույն Փաշինյանը ասում է, որ թոշակառուի թոշակը 20,000 դրամով բարձրացնելու մեջ որևէ իմաստ չկա, չի գտնում իմաստ։ Ձեր հարցի մեջ կար ամբողջական պատասխան եւ ավելին այսօրվա մեր զրույցի մեջ այդ ամբողջական պատասխանը կար։ Այս մարդիկ ուղղակի թալանում են երկիրը։ Օրինական եւ ոչ օրինական ճանապարհներով։ Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետություն այլևս չկա։ Եթե մենք չունենալով իշխանություն եւ այդքան հստակ ինֆորմացիա կարողանում ենք հասկանալ ինչ է տեղի ունենում, դու պատկերացրեք իրենք որպես իրականացնող ինչքան գիտեն։ Եվ այսօր իրանց ուղղակի պետք է հնարավորինս շատ այս պետությունից փոկել, վաղը մյուս օր իրենց բարեկեցիկ կյանքը, զվարճանքները, փարթիները, հա, այսպես ասած կազմակերպելու համար։ Այստեղ որևէ բացատրություն չկա։ Պետք է որոշել են հանել են։ Եվ առհասարակ Հայաստանում չի եղել այնպիսի կառավարություն, որը այդ ամեն կառավարության նիստին այդքան շատ չզեկուցող հարցեր քննարկի։ Չկա։ Չի եղել 91 թվականից մինչև այսօր։ Եվ այդ չզեկուցող կառավարության որոշումների մեջ ինչեր կան գրված եւ դրա արդյունքում ինչքան վնասներ է մեզ հասցվել, դա հիմա հնարավոր չի բարձել։ Վաղը մյուս օր, եթե Աստված մեզ ստացվի սրանցից ազատվել, Հայաստանում երևի մեկ նոր մարմին, քննչական նոր մարմին պետք է ձևավորվի միայն սրանց հանցանքները քննելու համար։ Հակառակ դեպքում ձևավորված կոմիտեները չեն կարողանալու, չեն հասցնելու։ Ես ասել եմ ու նորից կասեմ, Նիկոլ Փաշինյանին երբ որ դադենք, օբյեկտիվ ձևով դադենք իր բոլոր հանցանքների համար, իրան տրված պատիժը երևի մի 1000 տարի կլինի, ինքը այդքան հանցանքները կոզը մեջ դեմ։ Եվ պարոն Պողոսյան, այսօր շատերն են մեղադրում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ։ Այդ թեզը շատ է շրջանառվում եւ ներկայումս երկրորդ եւ երրորդ նախագահի այսպես թիմակիցները մեղադրում են իրար երկուստեք, մեկը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, մյուսը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից չհեռացնելու մեջ։ Դուք ինչպես եք այս հարցը գնահատում, ինչու ընդդիմությունը չի կարողանում գոնե առնվազն այս հարցում միավորվել եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Չի ստացվում փաստացի, որ այս վիճաբանությամբ, հա, երկուստեք մեղադրանքներով նրանք ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Գիտեք, երբ որևէ մեկը Սերժ Սարգսյանին մեղադրում է Նիկոլ Փաշինյան բերելու մեջ, ես դա անվանում եմ ընդամենը էշություն։ Կներեք, գուցե բառս կոպիտ են դες, որովհետեւ մարդ ուղղակի էշ պետք է լինի, որ նման բան մտածի։ Իսկ ինչու կա երկու նախագահների միջև թիմային որոշակի փոխհրաձգություն, ես դա ասեմ, նախ դա այդքան շատ իմ կարծիքով այսպես տարածված չի եւ իմաստ չունի դրան անդրադառնալ, որովհետև չմոռանանք, որ ամենուրեք կան նաև սադրիչներ։ Երկրորդ նախագահան ինչպիսի սխալներ է թույլ տվել կամ ինչպիսին է գործել, դրա գնահատականը տալիս է ժողովուրդը։ Ինչ է արել Սերժ Սարգսյանը, դրա գնահատականը նորից տալու է ժողովուրդը։ Այսինքն այստեղ եթե առանձին անհատներ կամ այսպես ասած Facebook-յան հերոսներ փորձում են ներընդդիմադիր ինչ-որ լարվածություն ձևավորել, ես իրենց սադրիչներ եմ ավելի շատ համարում եւ չեմ էլ ուզում իրենց անդրադառնալ։ Առավել եւս այստեղ մենք ունենք շատ մեծ խնդիր, ընդհանուր մեկ թշնամի եւ
գնալ ինչ-որ Facebook-յան հերոսի հետևից եւ փորձել ամեն անգամ յուրաքանչյուր հերոսին ինչ-որ կերպ Բայց պատասխանել, միայն Facebook-յան հերոսները չեն ձեր նշած։ բայց իրենք որոշ տեղ հերոս են։ Այդ ձեր ասած անձինք իրենք Facebook-ից դուրս գոյություն ունեն։ Կարողանում են 5 հոգի իրենց հետևից տանել։ Կարողանում են ինչ-որ կերպ այս իշխանություններին հարվածել։ Ոչ։ Եվ այս ձեր ասած խնդրի լավագույն, այսպես ասած, լուծումը պատասխանը շատ լավ, կարծեմ 2 անգամ տվեց Սերժ Սարգսյանը։ Հանգիստ թողեք Ռոբերտ Քոչարյանին։ Եկեք հանգիստ թողնենք, այո։ Մենք ունենք շատ ավելի մեծ խնդիրներ, քան այսպես մտնենք ներընդդիմադիր դաշտ եւ փորձենք վերլուծել ով ինչ որ պայանի սխալներ թույլ տվեց։ Այո, եղել են սխալներ։ Ես ինքս էլ ունեմ շատերի նկատմամբ շատ լուրջ քննադատություն, բայց այս փուլում ճիշտ չեմ համարում այդ քննադատությունը այսպես բարձրացնել։ Այդ քննադատությունները կամ հետևությունները պետք են որպեսզի մենք առաջ գնանք։ Ես ինքս էլ օրինակ 2020 թվականին կամ 21-ին թույլ եմ տվել սխալներ, որը ես ընդունում եմ եւ ես փորձում եմ դա չկրկնել 2026 թվականին։ Մենք ցավոք սերտի մի խրամատ ժողովուրդ ենք մնացել եւ եթե այդ խրամատի մեջ մենք սկսենք իրար բզգդել, բնականաբար այդ խրամատը չի կարողանալու դիմակայել արդակին թշնամուն։ Հետևաբար, ինչպես ասում ես, Սերժ Սարգսյանը եկեք հանգիստ թողնենք Ռոբերտ Քոչարյանին եւ բոլորս մտածենք օր առաջ սրանցից ազատվելու մասին։ Եվ պարոն Պողոսյան, ամփոփելով զրույցը, ինչպես ազատվենք այս իշխանությունից։ Դուք նշում եք, որ եթե մեկ անգամ փողոցային պայքարը չի հաջողվել, դա չի նշանակում, որ չի հաջողվի։ Երբ պիտի նորից դուրս գա ժողովուրդը փողոց կամ արդյոք ավելի ուշ չի լինի արդեն, որտեվ գնալով Հայաստանը կարծես թե գնում է կործանում։ Գիտեք, ամենա այդ ուշացնելու բանը մենք արդեն բաց ենք թողել։ Ուշ էր, երբ որ մենք թույլ տվեցինք, որ հանձնեն Արցախը։ Դրանից ծանր կորուստ մենք այլևս չենք կարող ունենալ։ Հիմա դուք կասեք, բա Հայաստանը կործանվեց, երբ որ այլևս չկար Արցախը։ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին ծնվել է Արցախյան գոյամարտի շրջանակներում։ Արցախը Հայաստանի ծննդականն էր։ Ցավոք սերտի, այսօր Արցախի եւ Հայաստանի միջև կա ընդամենը մեկ տարբերություն։ Այնտեղ այս պահին չեն ապրում հայեր, այստեղ ապրում են։ Խոշոր հաշվով տարբերություն չկա։ Մենք կորցրել ենք։ Այս պահին տեսեք, տեսեք, Հայաստանը արդեն մերը չի, մենք հասկանում ենք, չէ, դա Ֆիդանն է որոշում, թե այստեղ ով է լինելու վարչապետ, դա նշանակում է արդեն Հայաստանը մերը չի։ Այստեղ տեսեք, այս պահին դուք գործ եք անում։ Օգտագործելով ձեր խմբագրության տեխնիկան, ձեր գիտելիքները, դուք այսօր փորձում եք թեկուզ ամեն յետերից հետո 1-2 անձի գիտակցության վրա ազդել եւ հետ բերել այն աղանդից, որը 18 թվականից մտել էր Հայաստան։ Կմտածեք փոքր գործ է, բայց չէ, ինքը շատ կարևոր գործ է։ Այս ի սկզբանե ասեցի, յուրաքանչյուր հայ մարդ, եթե քնից առավոտ արթնանա ու միանգամից մտածի ինքը ինչպես ազատվելու Նիկոլ Փաշինյանից, ապա մենք շատ շուտ կազատվենք։ Երկրորդ, մենք պետք է մեր արժեքներից կախված կարճած մնանք։ Եվ այս պարագայում ընդանուր այդ օվկիանի մեջ թիվ 1 փրկողակը հայ առաքելական եկեղեցին է։ Ամեն կերպ յուրաքանչյուրս պետք է այդ եկեղեցին պահենք։ Ամեն քարը, ամեն ինչը վերաբերվում է, ինչը կապված է եկեղեցու հետ, մենք ոչ մի դեպքում թույլ չպետք է տանք, որպեսզի սրանք կարողանան եկեղեցի գրավել։ Մենք արդեն ունեցել ենք այս պայքարում լուրջ հաղթանակներ։ Դա եղել է դեկտեմբերի 18-ին Սուրբ Էջմիածնում, դա եղել է դեկտեմբերի 7-ին Գյումրիում, մենք պետք է կարողանանք այդ հաղթանակները այսպես ամրապնդել եւ առաջ շարժվել։ Պետք է կարողանանք մեր դիրքերը ավելի ամրապնդել եւ ինչ-որ փուլից անցնել հագահարձակման։ Եվ ամենակարևորը, մենք պետք է գիտակցենք, որ այս պայքարում չի կարող լինել անձնական ամբիցիաներ, որովհետեւ սա քաղաքական պայքար չի։ Սա հայ ազգային ազատագրական պայքար է, կռիվ է։ Իսկ կռվի ժամանակ դու չես կարող երաշխավորել, որ մի հատ կներեք քոր գյուլա չի գա քեզ կպնի, ինչքան եք ուզել դու փորձես քեզ պաշտպանել։ Մենք հələ պիտի այս կռիվը կարողանանք հաղթել, այս կռվից հետո պիտի կարողանանք ոչ մնանք, նոր դրանից հետո փորձենք ամբիցիաները առաջ տանել։ Եվ սա պետք է գիտակցի յուրաքանչյուր ընդդիմադիր, յուրաքանչյուր հայ մարդ։
յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նույնիսկ եթե ինքը ազգությամբ հայ չի, ինքը պետք է հասկանա, որ եթե ինքը ուզում է այս երկրում ապրել, զարգանալ, առաջ գնալ, սերունդներ տալ, ինքը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից։ Ցավոք սրտի մեր մոտ դեռևս այդ ձևավորումը այդքան շատ չի։ Չնայած 8 տարի է տառապում ենք, բայց կարծում եմ սա ապագայում կլինի։ Ես համենայն դեպս կոնե վերջին ամիսների ընթացքում եկեղեցու ամրությունից եւ վեհապարի վեհությունից ես դա իմ մեջ հասկացել եմ։ Կարողանանք դիմակայել։ Իհարկե, պարտավոր ենք, տարբերակ չունենք։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան։ Իմ հյուրն էր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ Կհանդիպենք։